հայ եմ, ես ծնվել եմ մի երկրում, որտեղ լեռները խոսում են պատմության լեզվով, որտեղ ամեն քար իր մեջ պահում է դարերի հիշողություն։ Հայաստանը փոքր է քարտեզի վրա, բայց մեծ է իր հոգով, մշակույթով եւ պատմությամբ։ Ես հայ եմ եւ հպարտ եմ դրանով, հպարտ եմ մեր պատմությամբ, մեր մշակույթով եւ մեր ապագայի հանդեպ հավատով։ Հայաստանը պարզապես երկիր չէ, դա տուն է, արմատ է, սիրտ է։ Ահա իմ ծննդավայրը, Ծովագյուղը։ Այն մի վայր է, որտեղ բնությունը շնչում է խաղաղությամբ։ Իսկ Սևանի կապույտ ջրերը փայփայում են գյուղի յուրաքանչյուր անկյուն։ Այստեղ արևածագն ունի իր առանձնահատուկ գույնը, իսկ մայրամուտը մեղմ ու երասկոտ լռություն։ Ծովագյուղը միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է ճապոտիկ, ճիպոտիկ անվանումներով, սակայն մողոլական արշավանքների ընթացքում 1236 թվականից ներառյալ ճապոտիկ գյուղը հայաթափվում է եւ դառնում է մողոլ թաթարական հրոսակախմբերի թատերաբեմ ճամբար եւ կոչվում է Չիբուխլու։ Ուշագրավ եւ հատկանշական է, որ սա առաջին բնակավայրն էր Գեղարքունիքում, որ ստացավ թուրք թաթարական անվանում։ 1603-ից 1604 թվականներին Պարսից Ծա Աբասի Սոսկալի կործանարար արշավանքների ժամանակաշրջանում ճիպոտիկ Չիբուխլուն մասամբ հրդեհվել եւ ավերվել է, սակայն հարակից հայաբնակ բնակավայրերի հետ ամբողջությամբ ամայացել է 17-րդ դարի վերջերին։ Մաքարեցին տարերային բնության դաժան քմաճուկների դեմ, տևական ու սրտմաշուկ խավարի ճանկերում հեվացին դառնագին, սակայն տոկածի եւ արծվենի խիզախությամբ մարտահրավեր նետեցին փոթորկուն աշխարհին եւ փորձություններով լի տարերին։ Ծովագյուղցու նկարագիրը ամբողջացնելու, առավել համապարփակ ներկայացնելու համար հարկ է նշել, որ գաղթական արցախցիները պարտադրված են ճանապարհ ընկնել իրենց մայր ոստանից։ Հասնելով Արևելյան Հայաստան, տարագիր արցախցիները պետք է ընտրեին Փամբակ արևմտյան զբաղող լեռները եւ Ձկնգետը, որպեսզի մեղմեին իրենց ներսում հագնացող լիքյալ օջախի կարոտը։ Այս ընտրությունը նաեւ լեռնեցու խրող տնօրության արգասիկ էր։ Նմանատիպ մեկնությունը լիովին կբավարար մեծը Մուրացանին, որն իր կերտած հերոսի միջոցով զարմանում է, ինչն է ստիպել այս մարդկանց այս չորուցամակ լանջերին կպչելու։ Սակայն արցախցին կպավ այս հողը դարձավ նրա ձեռքին զենք ու զրահ, սուր եւ վահան, ամրոց ու բերդ, հավատքը, խաչ եւ ավետարան մահաբեր ոսողի դեմ պայքարում։ Արցախցին տկնեց, բայց երբեք չտնկաց այս հողի ծանրությունից։ Քարը գլորեց ու նրա տեղը սեն պահտվեց հողին։ Այսպես համատարած քարաժայռն ու ապարաժը նահանջեցին ու բերկաբեր հող այն դարձավ։ Այսպես կյանքն այս հողի վրա ծովագյուղցին հայացքը կապուտաչավ Գեղամա լճին համար տուկնությամբ ու պայծառ տեսլականով առաջ գնաց, հանուն լուսավոր հարատև ապագայի եւ լուսաշող անսպար հաղթանակների հավատամքով։